Հուլիսի 28-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել մամուլի ասուլիս տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մանանդյանը եւ ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը ներկայացրել են ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունները, ինչպես նաև դրանց հատկացման գներն ու ձեռքբերման ընթացակարգը։ Նշվել է, որ քաղաքացիների շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածի մի կողմում 0 թվեր, իսկ մյուս կողմում 1 կամ ավելի կրկնվող թվեր պարունակող նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը, որոնց առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական գործիքակազմ նախատեսված չէր։ Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև թվային հատվածի մի կողմում 0-ներ, իսկ մյուս կողմում 1 կամ ավելի կրկնվող թվեր պարունակող նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը, որոնք տեսքով եւ արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից։ 2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ներքին գործերի նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։ Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250,000-ից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում, կախված թվերի եւ տառերի համադրությունից։ Միևնույն ժամանակ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային կարգը շարունակում է գործել։ Այդ համարանիշերի առանձնահատկությունն այն է, որ թվային հատվածի բոլոր 5 նիշերը 0 են կամ 5 նիշերից 4-ը 0 են, այլ թվի համադրությամբ միևնույն կամ տարբեր 2 լատինական տառերով։ Բանախոսները պատասխանել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության, Կոտայքի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Նայիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է հրաձգության պարապմունքներ, այցելուներին տրամադրելով հրաձգարանի տարածքում պահվող ապօրինի զենք զինամթերք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են 3 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի եւ տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային եւ հակատանկային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր, ականանետի արկեր, 15 նռնակ, նռնակի պայթուցիչներ, փամփշտատուփեր, որոնցից մի քանիսը լիցքավորված եւ տարբեր տեսակի այլ զինամթերք։ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչ ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։ Հանցավորության կանխարգելման, իրավախախտումների բացահայտման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ հուլիսի 27-ին մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիները, ինչպես նաեւ օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։ Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ եւ սառը զենք, բաժին ընտարվել հասարակական կարգը խախտող ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ եւ միտված են իրավախախտումների կանխարգելմանն ու վաղաժամ բացահայտմանը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած տվյալն իրացրին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների հետ։ Հուլիսի 27-ի կեսօրին մայրաքաղաքի Դավիթ Անհախտի փողոցում քրեական ոստիկանները ձերբակալեցին Պապ Թագավորի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն։ 2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել եւ պահում է ատրճանակ։ Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցիկում է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց մակարով տեսակի մարտական ատրճանակ, հանգամանքները պարզվում են։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետեւ սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետեւ կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ հազանգեք 112։